Ազատության հրապարակում այս պահին առանձնապես ակտիվություն չի նկատվում մշակութային եւ սպորտային միջոցառումների առումով։ Մենք ընդհանրապես տեսնում ենք, որ կան բեմական որոշ նախապատրաստական աշխատանքների հետևանքներ, կան բեմեր, բայց դեռևս հայտնի չէ, թե հանրահավաքին զուգահեռ Ազատության հրապարակում ինչպիսի միջոցառումներ է հրամցնելու Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակ այցելողներին։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ դեռևս հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել, որ այստեղ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը պետք է կայանան սպորտային եւ նաեւ մշակութային միջոցառումներ։ Այս պահին այս հրապարակի դատարկության ֆոնին թերևս միակ սպորտային միջոցառումը կարելի է համարել թենիսի սեղանի տեղադրումը, որտեղ առանձնապես ակտիվություն չի նկատվում։ Դուք հաճախ եք Ազատության հրապարակում թենիս խաղում։ Ես աշխատում եմ այստեղ, ջազի սրճարանում։ Դուք այստեղ հիմա նկատում եք ինչ-որ ակտիվություն սպորտային եւ մարզական միջոցառումների։ Ոչ մի բան չենք նկատում, նադի ոչ մի բան չի եղում։ Այդ դեպքում ձեր կարծիքով ինչու է նման որոշում կայացրել Երևանի քաղաքապետարանը։ Երևի մի բան ուզում են մուծի տանել, ես շատ գիտեմ։ Չէ, մարզական միջոցառում չեք տեսնում։ Չէ։ Փետրվարի 15-ից հետո եղել են այստեղ նման միջոցառում։ Չէ, չենք նկատել։ Իսկ հաճախ եք լինում Ազատության հրապարակում։ Իհարկե, բայց միտումնավոր քայլեր, որպեսզի մեր հավաքները այստեղ չկայանա։ Ըստ Երևանի քաղաքապետարանի որոշման փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը այստեղ պետք է անցկացվեն մարզական եւ մշակութային միջոցառումներ։ Ես էլ եմ լսել, բայց չերեմ ոչ մի բան։ Ազատության հրապարակում ինչ-որ բան փոխվել է ձեր կարծիքով։ Ճիշտ ասած չեմ նկատել։ Իսկ հաճախ եք անցնում Ազատության հրապարակով։ Ակտիվություն զգում եք, ասենք մշակութային եւ Այստեղ ես զգում եմ ոնց որ գյուղի կլուբ, գյուղի ակումբ։